Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այսօր հանրապետության օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Եվ ցավոք, այնպես ինչպես շատ բարձրարժեք տոներ, անուններ եւ հասկացություններ, հանրապետության օրը այսօր ըստ ինձ պղծվեց, ապականվեց կապիտուլյանտ թափթփուկի կողմից, դու գիտեք ում մասին է, չեմ այսպես խիստ ասում, որովհետև ռազմական շքերթ անում են ոչ կապիտուլյացիա ստորագրած առաջնորդները եւ ոչ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները ռադները քաշում են սովորաբար, բայց դե մենք ֆենոմենալ ազգ ենք, ֆենոմենալ ժողովուրդ ենք, մեր դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է տեղի ունենում, ես հիմա այդ հարցերին կանդրադառնամ։ Սկսեմ միայն նրանից, որ ժողովուրդ, եթե դառնամ ողջամիտ, գիտակից ՔՊ-ին համակրողներին, եթե շատերիդ համար դա այնուամենայնիվ հուզիչ էր, ես ձեզ հասկանում եմ, ես ընդունում եմ ձեր հուզմունքը, բայց եկեք չմոռանանք, որ դա նախընտրական քարոզչության կոնտեքստում իրականացված միջոցառում էր, բացառապես սեփական ձայնն ու քվեն ստանալու համար, բացառապես, այսինքն այն ինչ չի կարելի անել, մի շարք բաներ չի կարելի անել, երբ որ իշխանություն ես։ Օրինակ չի կարելի համերգներ կազմակերպել բանկերից ֆինանսավորվելով նախընտրական շրջանում, ինչը օրենքով արգելված է, չի կարելի անել, բայց ՔՊ-ն անում է։ Եվ չի կարելի պետական բյուջեի հաշվին շքերթ կազմակերպել պետական միջոցներով սեփական քարոզարշավի կոնտենտ ձևավորելու համար։ Չի կարելի դա անել։ Դա կարող է անել անցած տարի, նախանցած տարի, դրանից եւս մի տարի առաջ։ Դա կարող է շատ անգամներ անել, բայց սա ընդամենը քարոզչական, դե հիմա քարոզչական։ Վերջից գամ, վերջի լուրերով իդեպ Նիկոլ Փաշինյանը հատուկ իր ասուլիսում հիշեցնում էր, կարծես բիթի էր գցում, որ ժողովուրդ իմացեք Թրամփը իմ մասին լավ բաներ է ասել, Թրամփը իր աջակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում, գրելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրած թեկնածուն է։ Սա էլ մի նշան ընդհանրապես, թե ինչքանով ենք մենք անկախ երկիր, երբ որ ամենատարբեր դրսի խաղացողներ Հայաստանում ընտրում են իշխանություն։ Թրամփը, Մակրոնը, Զելենսկին, ելով ասեմ, Եվրամիության ներկայացուցիչները, Ջեյ Վենսը, ելով ասեմ, Մարկ Ռուբիոն, սրանք ընտրում են Հայաստանում Պուտինը, Շոյգուն, Բելարուսի ղեկավարը, Լուկաշենկոն, սրանք ընտրում են Հայաստանում իշխանություններ, ամեն մեկը իր թեկնածուին, ահա թե ինչքան անկախ երկիր ենք, թափթփուկի օրոք, ահա այդ կարգի անկախ երկիր ենք, բացի հայ քաղաքացուց, հայ ազգից, ով ասես ընտրում է իշխանություն Հայաստանում, և խառնամբոխները հենց սրանով էլ առաջնորդվում են, տեսնում են, թե դրսից ով է ում բալետանում և այս դրա կողմնորոշվում են, թե գնան իրանք ում ընտրեն, տես չի լինում։ Վերադառնամ հանրապետության օրին, որտեղ թափթփուկը որտեղ թափթփուկը սկսեց, որ 18 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունը, իդեպ շքերթի այդ ձայնը, հաղորդավարը, որ հայտարարում էր, ներկայացնում էր, մեկնաբանում էր շքերթը, էլի Հայաստանի առաջին հանրապետություն։ Հայաստանը մի հատ հանրապետություն ունի։ Հայաստանի մի հանրապետություն կա, որը 1918 թվականին հենց դրա տոնն ենք, մայիսի 28-ին, այդպես ընդունված, թեև այնտեղ նրբություններ կան պատմագիտական, ընդունված է մայիսի 28-ին, այսինքն
հայտարարվեց Հայաստանի անկախ հանրապետություն։ Մի հանրապետություն ունենք, որը այնուհետև դարձավ սովետական Հայաստանի հանրապետություն, որը այնուհետև դարձավ մեր այսօրվա անկախ Հայաստանի հանրապետություն, այսինքն անցնելով մի քանի։ Բայց երբեք նա չդառավ միապետություն, նա չդառավ ինչ-որ ինքնավար մարզ, նա միշտ 1918 թվականին ձևավորելով դառավ հանրապետություն եւ այդ հանրապետությունն է միջև այսօր շարունակվում։ Առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տենց բաներ չկա։ Չկա, չի եղել, չի էլ կարա լինի։ Սա սենց, սա փաստ է։ Հիմա ինչ են ասում, այդ առաջի, երկրորդ դնելով արդեն տակը բան են դնում, էլի, ենթատեստ կա դրա տակ, դավադրություն կա, ես կասեի։ Իդեպ հարգելի տեսք, օրինակ Հայարփի Մարկոսյանը 16 Նիկոլին Գովքն է անում, հարց չկա Հայարփի ջան, ես էլ եմ ասում շատ ողջունում եմ ցանկացած մեկի քաղաքական հայացքներ եւ քաղաքական ընտրություն ունենալը, ես ողջունում եմ։ Եթե դա չի դառնում խաննամբող, չի դառնում նախրի պահվածք, ես ողջունում եմ։ Ու անկախ նրանից ումն են սատարում, եթե նախիրի պես են իրանց պահում, դա ես չեմ ողջունում։ Հեսա ցույց կտամ վիդեոներով մի քանի բան կքննարկենք։ Այսօր ահագին նյութ կա ուսումնասիրելու։ Եվ ինչ եմ ուզում սկզբից ասել։ Նիկոլ Փաշինյանը նախ եկեք մի երկու բան պարադի մասին ասեմ, ուրեմն եթե հրապարակով մեքենաներով, պիկապներով տանեն սոնոգրաֆիայի ապարատներ, ռենտգեն ապարատներ, կոմպյուտերնի տոմոգրաֆիայի ապարատներ, շպրիցներ, պինցետներ եւ այլ եւ այլն։ Սա շարքով տանեն, դա նշանակում է Հայաստանում սուպեր-պուպեր առողջապահություն կա, հա? Դա է նշանակում։ Հարգելի ժողովուրդ, եկեք մի հատ ողջամիտ լինենք։ Այսինքն եթե տանում են սենց պիկապների վրա անօթաչու թռչող սարքեր, հրթիռներ, հրանոթներ, դա նշանակում է Հայաստանում կա մարտունակ բանակ, ձեռ եք առնում։ Բա որ մարտունակ բանակ կա, երկրի վարչապետը ինչի է ժողովրդին վախացնում, թե եթե ինքը 2/3 չհավաքի ձայների, ապա սեպտեմբերին ամենաուշը պատերազմ կլինի։ Եթե երկրում մարտունակ բանակ կա, բան չի այտենց գիշեր ցերեկ, ես արդեն քանի տարի շարունակ վախացնում պատերազմով։ Այհան շքերթը այդ տեսակ մի հատ դատարկ ու փուչ բան է, ինչքան էլ ձեզ հուզած լինի, դուք ոգևորված լինեք։ Այդ նույնն է, որ բերեն ռենտգեն ապարատներ, պինցետ, լանցետ, սենց տանեն հրապարակով ու դուք հալվեք, ասեք ուրեմն մենք շատ ուժեղ առողջապահություն ունենք, ուրեմն մենք շատ ուժեղ վիրաբուժություն ունենք, ուրեմն մենք շատ ուժեղ թերապիա ունենք, չգիտեմ, չէ՞ ընկեր։ Կամ միկրոսկոպ տանեն, բանը առարկայական ապակի տանեն, պետվի թաս տանեն, ասենք մենք շատ ուժեղ բիոլոգիա ունենք, հա? Կամ համակարգիչներ տանեն հրապարակով, ասենք ուրեմն մենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ենք, հա, տարածաշրջանում։ Տենց բան է, պետք կարելի հասկանալ։ Ընդամենը տարել են զինտեխնիկա, մի քանի զինդ, եւ այդ զինտեխնիկան չէիք տեսել իդեպ։ Ես տեսել եմ այդ զինտեխնիկան, հատկապես այն գաուբիցները, ուրեմն այս մեր կողմերով տանում էին վեդից դեպի զանգակատուն, որ գնում եք, այնտեղ մի տեղամասում պերևալներ կա, կռազներով, այն ծանր կռազների մի քանի ձև կա, այն ծանր կռազներով, այսպես հազիվ քրքաշ տանում էին, որ մի հատ դեսպիլոտնիկ լիներ հանգիստ, այնքան դանդաղ էին գնում, այնքան զորով շարով էին տանում, որ մի հատ դեսպիլոտնիկներ տեղում գգմբ։ Մի հատ էլ հայտարարել են, թե մի նկարեք, բան մի արեք, թշնամին կիմանա։ Թշնամուն առաջին ինֆորմացիա տվողը Նիկոլ Փաշինյանն է, մասնավորապես այս վերջերս չեմ հիշում ով էր գրել, ականապատ դաշտերի քարտեզները տալուց հետո մտան Ղարաբաղ եւ դատարկեցին։ Ըստ էության մտան եւ ռազմական ճնշումով ստիպեցին բռնի տեղահանություն։ Նո, դա առանձին թեմա է։ Մի հատ էլ բան ասեմ, ժամանակակից զենքեր բան, ժամանակակից, ասում է ինժեներական բաները Նիկոլ Փաշինյանը սահմանների ժամանակակից ինժեներական կառույցներ են կառուցել։
Իդեպ այդ կառույցները, այդ բետոնապատ կառույցները, որ սահմանին կառուցել են, Նիկոլ Փաշինյանի իշմարն ա եղել Ալիևին, որ հեսա, ես սենց եմ ճանաչում սահմանը եւ այս սահմանից են կողմ ես ուզելիք չունեմ իրավունքի որևիցե խաղարկում չի տեղի ունենալու, այդ դրանով ինքը ոնց որ սահմանագիծն է հաստատ է, այսինքն դա Ալիևին է ցույց տվել, ոչ թե մեզ է պաշտպանում, իսկ ինչ վերաբերում է դրա ժամանակակից լինելուն, ապա Ֆրանսիայում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրա հազարապատիկ ավելի, եթե բանա ցույց տամ նկարներով, այդ մեկը բան չեմ արել, մի րոպե հեսա ցույց տամ, Լինիա Մաժինո, մի հատ նայեք, այս ամրաշինական կառույցները, մի հատ նայեք թունելներով, բանով, բետոնած, տեսել եք էլի երևի, սա երկրորդ համաշխարհայինի կառույցներ են, ուզում եմ ասեմ են ինչ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում զորահանդեսի ժամանակ ներկայացնում էր, որպես ժամանակակից ամրաշինական չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը 40-ական թվականներին արդեն Ֆրանսիայում եւ ոչ միայն Ֆրանսիայում, Սկանդինավներում առանձին գիծ ունեին, մի խոսքով, ես էլ ցույց տամ, լավ շատ չխորանանք, կամ մի ուրիշ բան ասեմ, ես ֆրանսիական մեքենաները, նայեք, հպարտ ցույց են տալի, ժամանակակից դարում, երբ որ արդեն դրոններն են աշխատում, եսի գիտեք, որ դարի բան է, որ թվի բան է, երբ որ վերևից հարվածի հնարավորություն լուրջ չկար եւ ավելի ամրացնում էին տեխնիկայի կողքերը, հիմա արդեն վերևից հարվածները շատ էժան ու հեշտ են, դրա համար ժամանակակից տեխնիկան այդ նույն դրա հաջորդ սերունդն է, Ֆրանսիան այսպես է արտադրում, վերևից արդեն մարդ չի նստում, եսի կառավարվում է ներսից, արդեն ավելի տեխնոլոգիական լուծում են տվել, այդ են թվերի տանկերն էլ վերևից առանձնակի պաշտպանված չէին, դրա համար հիմա անօթաչու թռչող սարքերը տանկերին վերևից ավելի հեշտ են հարված, որտեղ հաշվարկած չի եղել, որ վերևից են տանկին խփելու, հաշվարկած եղել, որ տանկին կողքերից են խփելու եւ կողքի պատն են բրոնյան են ավելի լավ արել, ավելի հաստ արել, ավելի ամուր արել, վերևից այդ ամրությունը չեն ապահովել։ Հիմա փոխվել է դարը։ Այսինքն էս ինչ ցույց են տալի, էս անցած դարի բանը։ Այն ինչ վերևից առանց պաշտպանության պիտի նստի մի հոգի այդ պուլիմյոտի վրա, Էդի վերևից էլ բեսպիլոտնիկով մի ուդարով պրծավ թեման։ Այ այդ հետամնաց ցուցադրությունը այսօր մեր ժողովուրդը ծափ է տալի, կարևորը ֆրանսիականն է։ Բայց այդ ֆրանսիական էլ մի հատ ուրիշ պատմություն է, սպասեք մի հատ ցույց տամ, հա։ Էս էլ մի հատ լսեք, Factor TV հաղորդավարը Անդրանիկ Քոչարյանին է հարցնում, որ այդ դրսից բերել են այդ տեխնիկանը, բերել հայերեն անուններ են դրել, նայեք։ Կարիճ, լուսան, դրանք զինվային հրթիռային համալիրներ են։ Արամաստ, տիր, տորկը, շանթ, բոլոր հայկական անուններ են։ Այստեղ մի հարց, դրանք Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերության արտադրած զինատեսակներն են, շատ երկարացան կա, հաուբիցներ, հրետանար համակարգեր, զենիթային համալիրներ, զենիթահրթիռային բոլորը հայկական հավանումներով սպառազինություն են։ Բայց բոլորը հայկական անվանումներով, ոչ թե հայկական են, հայկական անվանումներով, հələ լսեք։ հայկական սպառազինություններ։ Չէ՞ որ նշվեց հաղորդավարի կողմից, որ Հայաստանի զինված ուժերը դիվերսիֆիկացման արդյունքում 7 տարբեր երկրներից սպառազինություն է ձեռք բերել, որոնք 7 տարբեր երկրներից են ներմուծել, վրան հայկական անուններ են դրել։ Կարա այդպիսի բան լինի, վրան հայկական, բայց այս միամիտ ժողովրդին միջև այդ ինչ ասում, ասում մենք ունենք սեփական ռազմաարդյունաբերություն, նույնիսկ
արտասահման ենք արտահանում ու բերել են ֆրանսիական, հնդկական, պարսկական տեխնիկան, հայկական անուններ են դրել վրան, շատ էլ չեն հասկանում ժողովուրդը։ Շատ էլ չեն հասկանում, գիտեն այդ տեխնիկան Հայաստանում Նիկոլն է արտադրել, իրանց Նիկոլը, իրանց փարչի գագաթնակետը, հա, որովհետև բերում են Վահագ, Արամազգ, չգիտեմ, Շանթ, ես իմ Սեզարը թարգմանել են Արամազդ, Ցեզարը էլի թարգմանել են Արամազդ, ֆրանսիական։ Մի խոսքով, այդ այդ ժողովրդի հասկացածը, այդ ժողովրդի պատկերացածը, ու այդ ժողովրդին, երբ որ հայկական անուններով այդ տեխնիկան ցույց են տալի, այս մարդիկ պիկապներ են, մեկ է կամազներ, հա։ Այո, մի քանի հատ զինատեսակ, որ կրկնում եմ, եթե լանցետ պինցետ հրապարակով տանեն, դա չի նշանակում, որ մեր մոտ փայլուն վիրաբուժություն կա, թեև մեր մոտ բավականին լավ վիրաբուժություն կա։ Ինչի, որովհետև մեր բժշկությունը անընդհատ բախվում է, բժշկի գործը մի քիչ զոռ է, այսինքն սխալ ես թույլ տալիս, հիվանդը ենթադրենք մահանում է, շատ արագ պարզ է դառնում, դու ունակ ես, թե ունակ չես։ Եվ քանի որ 99% դեպքերում վիրահատությունների 98% դեպքերում մարդիկ չեն մահանում, սա ցույցիչ է, որ քո վիրաբուժությունը լավն է։ Հիմա մի հատ պատերազմ ենք ունեցել, պարտվել ենք։ Դա ցույցիչ է, որ քո պաշտպանությունը վատն է։ Հետո էլի մի քանի հարձակում ա եղել, էլի չենք կարողացել դիմադրել։ Համենայն դեպս ինչ անուն ուզում եք դրեք, հրամանատարությունը ի վիճակի չի եղել կազմակերպել այնպիսի պաշտպանություն, ինչպիսին անհրաժեշտ է անկախ պետությանը, ինքնիշխանության պաշտպանությանը, չի արել, արդյունքում ինչ։ Արդյունքում դա քննություն է, որից կդրվել է թե գերագույն գլխավոր հրամանատարը, թե մնացած հրամանատարությունն ու բանակը, դա քննություն է, որից կդրվել են։ Հասկացաք։ Մի հատ հետագայում այդ կոնֆլիկտը դրանից հետո էլ նույնիսկ հիմա սպառնում են, ասում են սեպտեմբերին պատերազմ կլինի, վախեցեք, խառնվեք իրար։ Քննություն կլինի, կկդրվենք էլ։ Դա ոնց որ գան վիրաբույժներին ասեն, գիտեք ինչ կա սեպտեմբերին օպերացիա կլինի, հանգարց բալնելու է անգեր, միշտ էլ կարա օպերացիա լինի, ու դու միշտ պետք է պատրաստ լինես։ Միշտ էլ կարա հիվանդ գա, դու պետք է պատրաստ լինես դիագնոզ դնես։ Միշտ էլ կարա շտապօգնությունը հիվանդ բերի։ Ով ասեց, որ ինչ որ մի օր էլ վերջ հիվանդ չի լինելու։ Եկեք մի հատ այնց վարչապետ ընտրենք, որ էլ հիվանդ չլինի, տես չի լինում։ Իշխան է գան ձեզ խոստանան, դուք էլ հավատաք։ Ես ուրիշ ուղղությամբ եմ ուզում տանել, մի հատ էլ ես ցույց տամ, թե ում եմ ասում, ինչի այդ ժողովուրդը կարա այդքան անմտածված ձևով պատկերացնի, թե դրանք սա Հայաստանում արտադրված էին։ Մի հատ էսի տեսեք, Էդգար Ղազարյանը խոսում է, չգիտեմ ես տեսել եք թե չէ, խոսում է Էդգար Ղազարյանը, հարցազրույց է տալի, փագվավ Նայ, այս կողից, այս չոփակը, եկել է, աստե հարցած լրատվականի հետ խոսում, Էդգար Ղազարյանը, այս չոփակն եկել է, ասում են, յանի ինդեղ պարադի տեղը վարչապետը խոսում, դու ստեղ հարցազրույց տալով չես թողում խոսես, կարա գնա ընդեղ պարադի տեղը լսի, հեռու գնա այս մարդուց, եկեք աննելը հետևը, ասում է չես թողում, ես լսեմ ընդեղ, հլը սրան նայի, մի հատ լդայեք, այս նախիր, որ ասում եմ, սրանց եմ ասում, էլի։ Գնա դու տես մի խոս Ես մի լակոտն էլ բերելա բանա կապցնում Նիկոլ բանը նարնջագույն բանն է Հայաստանի քարտեզը նշանն է կպցնում Էդգար Ղազարյան հələ նայի իրանց արևի ստորացնում են էլի իրանց արևին կայֆավատ են ելնում վերել հələ մի հատ նայեք ասում է գնացեք ձեր հրապարակը հələ զբրոդին նայի Հանրապետության հրապարակը սեփականաշնորհել են հա էսա զբրոդ որ ասում եմ սրանց մասին եմ ասում ես փաստերով ցույց եմ տալի հրապարակը սեփականաշնորհել ասում գնացեք ձեր հրապարակում հարցազրույց տվեք էսի մեր հրապարակն է սաղից բյուջեով սաղից մասնակցությամբ բանակի շքերթ են անում ու բանակի սեփականաշնորհել են լսեք
Ամոթ ուզում է Դավաճանը Էդգար Ղազարյանին է ասում։ Պարոն Դավաճան, Ասում է Դավաճանը մի խաղա դու խանգարի։ Ասում առանց վիրավորանքի ես նյութը կարակ նայեք երկար բարակ։ Այնտեղ մի հոգի քաղաքացի մոտենում է ասում իրար հետ հաշտ լենք, էլ իրար հետ համերաշխնենք։ Այս բրոդնա։ Այ ես սրա մասին եմ ասում, այս նախրի դեմը, որ այդ տեխնիկան տանում ես վրեն դրել ես կայծակ, մայծակ, շանտ, բան, անուններ ես դրել, այս բրոդը դա ներկայացնելու է որպես Հայաստանում արտադրված Նիկոլի շնորհիվ տենում ես ինչ տեխնիկա ենք արտադրում, մի հատ էլ արտասահմանին ենք վաճառում։ Ահա թե մեր միջոցներով ՀՀ պետական բանակը որպես ինստիտուտ սարքել են ռագատկի քար։ Սարքել են իրանց համար կապիկ լամի շլնելու բան, թեմա, քարոզչական կոնտենտ։ Այս սրա մասին եմ ասում։ Հենց որ հարգելի Նիկոլականներ, ես էլ եմ ասում, հարգում եմ ձեր քաղաքական ընտրությունը, բայց երբ որ մարդը իրան սենց է պահում, եսի չեմ կարա ես ընդունեմ։ Անցնենք առաջ։ Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետություն ելույթում ինչ է ասում, հանրապետությունը, այսինքն իշխանությունը պատկանում է ժողովրդին, էս է բացատրում։ Ընդհանրապես քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, հատկապես երիտասարդներին, ովքեր ամոթ չեն անում նոր բան սովորեն, ահագին տենց կարծրացած արդեն մտածելակերպով քաղաքական գործիչներ կան, որոնց ամոթ է մի բան սովորեն, մի բան ավել ասեն, yani իրանք սաղ գիտեն։ Բայց նրանց համար ում համար ամոթ չի, ժողովուրդ ջան, դեմոկրատիա ու ռեսպուբլիկանիզմ, ռեսպուբլիկա, այսօր ռեսպուբլիկայի տոնն է։ Հանրապետության տոնն է, այսօր ռեսպուբլիկայի տոնն է։ Ես ձեզ դրա կապակցությամբ շնորհավորեցի։ Հիմա ցույց կտամ, որ Նիկոլը չի էլ հասկանում ընդհանրապես այդ ինչա, բայց որpիսի մի քիչ ավելի դեմոկրատիա, ռեսպուբլիկանիզմ, սրանք տարբեր բաներ են։ Դեմոկրատիան մտնում է ռեսպուբլիկանիզմի մեջ մի դետալ է։ Մի երկու բան դեմոկրատիայի մասին ասեմ էլի։ Ուրեմն Սոկրատեսին, Պլատոնի ուսուցչին, դեմոկրատիան է մահապատժի ենթարկե։ Ու Պլատոնը, որ պոլիտիկայի, այսպես ասած, պատմական պոլիտիկան որպես իրականություն, պոլիսը որպես իրականություն, պատմական հայրն է այս քաղաքագիտության եւ ոչ միայն քաղաքագիտության, քաղաքական փիլիսոփայության հայրերից է, նա ատել է դեմոկրատիան, որովհետեւ դեմոկրատիան այդ Սոկրատեսի պես մարդկանց մահապատժի ենթարկող երևույթ է։ Ամբողները, խառն ամբողները այդ տեսակ մատերիա են, ինչը այսօր Նիկոլ Փաշինյանը հմտորեն օգտագործում է, հմտորեն, այո, նա դեմոկրատիայի մարմնացում է, բայց մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք, հասկանանք, որ դեմոկրատիան այնպես ինչպես սրանք են ընկալում, առանց ռեսպուբլիկանիզմի, մեր տունը քանդելու է։ Արիստոտելը դեմոկրատիան օխլոկրատիայի հետ որպես հոմանիշ էր օգտագործում, էլի քաղաքագիտության, քաղաքական փիլիսոփայության հայրերից է։ Դեմոկրատիան ներկայացնում էր որպես օխլոկրատիա։ Օխլոկրատիան դա ամբողջավարությունն է։ Հասկանում եք, ու էլի վատ աչքով էր նայում, դա վատ բանը, այսպես օրինակ, հա, միապետության վատ տեսակը բռնապետությունն էր ներկայացնում, արիստոկրատիայի վատ տեսակը օլիգարխիան էր ներկայացնում եւ հասարակ ժողովուրդների ապականվելու արդյունքում հասարակ ժողովրդի իշխանությունը երբ որ ապականվում է, դա ներկայացնում էր որպես դեմոկրատիա, այսինքն հոմանիշ էր օգտագործում օխլոկրատիային։
ԱՄՆ հիմնադիր հայրերը ԱՄՆ սահմանադրությունը գրելուց մի անգամ դեմոկրատիա բառը չեն օգտագործում, որտեղ վատ աչքով էին նայում դեմոկրատիային, ասում էին դեմոկրատիան պետք է գործի հանրապետականության, ռեսպուբլիկանիզմի մեջ, հանրապետության մեջ, իսկ ինչ է նշանակում հանրապետություն, դա չի նշանակում է միայն ժողովրդի իշխանություն, դա առաջին հերթին նշանակում է իշխանափոխություն, պարբերաբար եւ իշխանությունը լինում է ժամանակավոր եւ փոխվում է պարբերաբար, ահա թե ինչ է նշանակում ռեսպուբլիկա, այսօր ինչի տոնն է, Նիկոլ Փաշինյանին խաբար արեք, ասեք, որ հանրապետությունը դա դեմոկրատիան չի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա առաջին հերթին նշանակում է իշխանությունը փոխվում է, պարբերաբար, Ինչքան էլ ժողովուրդն ուզի, որ այդ իշխանությունը շարունակի մնա, միևնույնն է, իշխանությունը փոխվում է։ Իսկ այն, որ ժողովուրդը ուզում է այդ իշխանությունը չփոխվի, դա կոչվում է սեզարիզմ կամ կոչվում է պլեբիսցիտար բռնակալություն կամ պլեբիսցիտար դեմոկրատիա, երկու դեպքում էլ կարելի է սրանք իրար զուգահեռ ներկայացնել։ Այսինքն մարդիկ որոշում են, չէ, ընկեր, իշխանությունը չպետք է փոխվի։ Այս մեկը մեզի լավ է։ Ամբողջները, որոնք միշտ քանակով շատ են։ Ամբողջները միշտ շատ են, գիտակից մասան միշտ ավելի քիչ է, միշտ։ Դասարանում գերազանցիկները միշտ ավելի քիչ են, քան թե չգերազանցիկները։ Եթե թողնում ես միայն ընտրություններով, միայն քվեարկությամբ, ապա միշտ չգերազանցիկների ուզածն ալնելու։ Հետևաբար դասարանի առաջ ծառացած խնդիրները միշտ լուծվելու են չգերազանցիկների մեծամասնության ուզած ու սխալ են լուծվելու, որտեղ խնդիրների ճիշտ լուծումը գերազանցիկները գիտեն ոնց է արվում։ Այսինքն մտավորականությունը, էլիտաները եւ այլ, էլիտաները գիտեն ոնց է խնդիրները ճիշտ լուծվում։ Էլիտաները, որոնք այդ նույն ժողովրդի ծոցից են դուրս եկել, նրանք գիտեն ոնց է ճիշտ լուծվում, եւ դրա համար պետք է լինի էլիտաների ռոտացիա։ Հանրապետականությունը առաջին հերթին նշանակում է իշխանափոխություն, նշանակում է իշխանության սահմանափակում, ոչ թե ժողովրդինն է իշխանությունը։ Ժողովուրդը ստենց իր իշխանությունը մեկին պատվիրակում է, բայց այդ պատվիրակման արդյունքում իշխանությունը սահմանափակվում է լիազորություններով եւ ժամանակով։ Պարտադիր, ինչը հենց այսօր մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի անում։ Հանրապետության տոնն է շնորհավորում։ Հանրապետություն նշանակում է իշխանության բաժանում եւ հակակշռում։ Այսինքն թևերի բաժանում եւ հակակշռում, ինչը նույնպես ոտնահարվել է Նիկոլ Փաշինյանի կողմից դատական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջև չկա տվյալ մեր օրոք չկա բաժանում եւ հակակշռում։ Նույնիսկ սահմանադրական մակարդակով կան խեղաթյուրված ընկալումներ այս ամեն ինչի մասին։ Դա է նշանակում հանրապետություն։ Հանրապետություն նշանակում է իշխանության բաժանում ոչ թե հորիզոնական, ոչ միայն հորիզոնական, այլ նաև վերտիկալ։ Շատերին հայտնի է որպես ֆեդերալիզմ, իսկ ունիտար պետություններում դա կոչվում է սուբսիդիարության սկզբունք։ Դա էդ է նշանակում։ Այս ամեն ինչը հանրապետականությունն է եւ սրա մեջ այդ իշխանության ընտրությունը դեմոկրատիայով է, բայց մարդիկ ընտրում են թե ով պիտի իրանց հարցերը լուծեն, այսինքն ինչ են ընտրում մարդիկ։ Մարդիկ ընտրում են թե ով պիտի իրանց հարցերը լուծի։ Ոչ թե մարդիկ որոշում են թե իրանց հարցերը ոնց պետք է լուծվեն։ Ուշադիր, դեմոկրատիան ասում է մենք կորոշենք հարցերը ոնց պետք է լուծվեն։ Ռեսպուբլիկանիզմն ասում է դուք ընտրեք ձեր միջի խելոքներին, նրանք կորոշեն ոնց կլուծվեն։ Իսկ դուք ընտրեք ընդամենը թե ովքեր պետք է այդ խնդիրները լուծեն։ Հասկացաք։ Ռեսպուբլիկան դա կառուցվածք է, դա կառուցակարգեր են։ Դեմոկրատիան դա process է, քվեարկելու process, ուրիշ ոչինչ։ Ռեսպուբլիկան պաշտպանում է փոքրամասնության շահերը։ Դեմոկրատիան միշտ մեծամասնության շահերին է ծառայում, միշտ։ Ռեսպուբլիկան ասում է, չէ, ինչ է, շատ է, որ այս մարդիկ քիչ են էլիտաները, քիչ են
ճաշակի առանձնահատկություն ունեցողները, տարբեր ձևի ճաշակի, քիչ են հարուստները, քիչ են, շատ մարդիկ քիչ են, միշտ կան խմբեր ու բազմաթիվ են այդպիսի խմբերը տարբեր ոլորտներում, որոնք քանակով քիչ են։ Ռեսպուբլիկան ասում է, սրանք մեր ընդհանուր բարեկեցության համար կարևորագույն նշանակություն ունեն, հետևաբար շահերը պետք է պաշտպանվի։ Այդ ազատ մամուլ բան, այդ ինչի մասին է, ազատ խոսք, ազատ ինքնաարտահայտում, ազատ շուկա, ինչի մասին է, հենց դրա մասին է։ Սա է ռեսպուբլիկան։ Եվ այսօր դրա տոնն է, այսօր դրա տոնն է, ու ռեսպուբլիկայի բոլոր ատրիբուտներն ու պարամետրերը ոտնահարված, խախտված, այլասերված են, թե գործող իշխանությունների կողմից, թե նախկինների կողմից, որոնց 8 տարի ղեկավարելուց հետո խոստանումը պատժի ենթարկել։ 8 տարի խոստանումը, որ ինքը կպատժի, այ որ ինքը գա կպատժի։ Շատ փիլիսոփայեցինք։ Մի հատ լսենք Արման Թաթոյանին։ Այս տեսանյութը մինչև վերջ կնայեք, համ լավ կծիծաղակ, համ կտեսնենք մեր երկրում ՔՊ-ի անպատժելիությունը ինչ մակարդակի է հասել։ Ուրեմն մի քանի օր առաջ ես հմեկում հարցազրույցի ժամանակ հրապարակեցի ձայնագրություն, ինչպես է Մարտունի համայնքապետարանի աշխատողը մանկապարտեզի տնօրեններին սպառնում։ Հիմա միացնում եմ նորից այդ ձայնագրությունը։ Բարև ձեզ հարգելի տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Նախ տղամարդ աշխատակիցներին հրավիրում Նիկոլ Փաշինյանի հավաքին, ես հասկանալ է ինչի տղամարդ աշխատակիցները Նիկոլ Փաշինյանի այդ դերերը ուրիշ բաներ կա, այդ հետո բարձելու միգուցե հարցա։ Ես չգիտեմ թե է կտրտում, բայց որ այն աշխատակիցները, որոնք չեն սատարում ՔՊ-ին, անուններ գրեն ու ներկայացնեն իրեն։ Այս տիկինն է ասել։ Սրանից հետո սա հրապարակելուց հետո ոչ միայն ոչինչ տեղի չի ունենում քար լռություն, ոչ մի իրավական գործընթաց, սա խոսքը արևոտ հանցագործության մասին է։ Ուրեմն ինչը տեղի ունենում, այս տիկինը նորից մի հատ ձայնագրություն է ուղարկում էլի նույն մանկապարտեզի տնօրեններին ու նորից այդ ձայնագրությունը երկրորդ ես հիմա հրապարակում եմ։ Բարի երեկո հարգելի տնօրեններ, իմ ձայնագրությունը, որը ձեր կողմից փոխանցվել է Արման Թաթոյանին, այդ բառը չեմ ասում, ինձ թվում է արդեն հասկացաք ինչ արարք եք արել։ Ասում է, յալի գործ եք տվել, բյություն է կարել, անբարոյական օրենքներից զուրկ քայլ է կարել։ Ուրեմն հերիք չի, մանկապարտեզի տնօրեններին ասලා պտի գաք, մի հատ էլ, երբ որ էդի հայտնվել Արման Թաթոյանի մոտ, մի հատ էլ գալասավոյ է ուղարկում, դրա լեկտիության աստիճանը, անպատժելիության աստիճանը, այս զբրոդը էսա, սրա մասին եմ ասում, նիկոլական զբրոդ, թե չեն մարդիկ, որոնք այս ամեն ինչի հանդեպ ոչ մի ձև հաշտ չեն, ես ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, գնացեք Նիկոլին ընտրեք, ում ուզում եք ընտրեք։ Եթե ոչ մեկին չեք ուզում ընտրեք, բոլորին դեմ եք, գնացեք քվեաթերթիկ համարերկուս, բոլորին դեմ ընտրեք։ Հասկացաք ինչի մասն է ասում։ Զապիսով ցույց է տալի։ Երկրորդ անգամ փոխանակ, պահկվեն, վախենան, անպատժելիության մթնոլորտ, ռեսպուբլիկանիզմի կարևոր դրույթներից մեկն էլ իրավունքի գերակայությունն է։ Իրավունքի գերակայություն, ոչ թե օրենքի, իրավունքի, բնական իրավունքի գերակայությունն է։ Դա էլ առանձին դրույթ է։ Այսինքն ուզում ես մի միլիոն հոգի եղի, մի հոգի դեմդ կանգնած է, իր իրավունքները գերակայ են այդ մի միլիոնի կարծիքի հանդեպ։ Հասկացաք ինչա հանրապետականությունը, ինչի տոնն ենք այսօր նշում։
Հանրապետության օրը այ դրա տոնն է։ Ու սրա հետ ոչ Նիկոլը, ոչ էլ իր այս լանգ ու լվազներն ու սազանդարները կապ չունեն։ Ընդհանրապես կապ չունեն։ Մի հատ անդրադառնամ այս դրվագին, էս էլ Նիկոլ Փաշինյանն է ասել, որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան, դարելա ցեղասպանագետ։ Ուրեմն այս թափթփուկը կառավարության ակադեմիա, կառավարման ակադեմիա դասերի է գնում։ 8 տարի իշխանություն լինելուց հետո նոր կառավարման ակադեմիա դասերի է եթում։ Էդի ոնց որ խիրուրգը 8 տարի վիրահատելուց հետո նոր գնա արձինատուրա։ Բժիշկը 8 տարի բժշկությամբ զբաղվի, հետո նոր գնա բժշկական սովորելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 8 տարի երգիրը տուրը տալուց հետո գնացել է կառավարման ակադեմիա սովորում։ Անգրագետ էլի, փթիր։ Հիմա լսի։ Իդեպ կարակ դատի տակ, կարակ ուրիշ ձևերով փորձեք Արթուր Օսիպյանին ոչ մի բանի համար հարցեր տալու համար փագել են։ Հենց հիմա Արթուր Օսիպյանը նստած է։ Ուй հացադուլ անում։ Ոչ մի բան, հենց նենց իր խոսքը, ազատ խոսքը հնչեցնելու համար փագել են։ Խի են փագե, որ իրանք պայքարեն Քոչարյանի, չգիտեմ, նախկինների, մյուսի ստվերի դեմ։ Որտեվ Արտուրը դրանցից ոչ մեկն է։ Եկել է պրյամ նստել, ասում է, «Էս հարցերն ունեմ»։ Դու ինքդ ես Ղարաբաղյան կլանին ֆինանսավոր է, դու ինքդ ես հովանավոր է, դու ինքդ ես աջակցել, դու ինքդ ես մեզ խանգարել, որպեսզի մենք Արցախում նորմալ իշխանություն ձևավորենք։ Փագեց։ Խի պետք է մենակ նրանք դուրս լինեն, ում վրա ասելիք ունի։ Գագիկ Ծառուկյան, Քոչարյան, Սամվել Կարապետյան, տենց։ Այ իրանք մենակ պետք է դուրս լինեն։ Ես չեմ ասում, որ նրանց տանի փագի։ Բայց նրա տակտիկան ո՞րն է։ Հանգարտ մի խելքը գլխի մեկին չթողեն, որ դուրս լինի։ Հիմա այդ եմ ուզում ասեմ։ Ինչ ուզում եք արեք, այդ խոսքը հնչելու է։ Այդ խոսքը հնչելու է։ Այս ձեր Դուքյանը չի, էսի ձեր համար Քյարվան Սարայ չի, էսի մեր երկիրն է։ Մեր երկիրն է, որի վրա Զանգեզուրի միջանցք եք տվել ամերիկացի տնօրինության, որպեսզի օգտագործեն բաները, թուրքերն ու ադրբեջանցիները։ Այս վերջերս էլ զրույցի մեջ ասում է, մի ընկերություններ կան, որոնք հաշվել են, որ Իջևանից Կարս ավելի մոտիկա ու շահագրգռված են ընդեով ավտոճանապարհ անցկացնել։ Այն դեպքում որ երկաթգիծը կա 10 քանի կիլոմետր է պակասում կամ 20 կիլոմետր է պակասում, որ այդ երկաթգիծը Ֆիոլետովոյից Վանաձոր կառուցեն։ Երկաթգիծն էլ կա։ Ինք իր բերանով է էլի ասում։ Փաստորեն ընկերություններ կան, որոնք հաշվել են, որ արևելք-արևմուտք կապը ավելի լավ է, եթե անցնի Իջևանով գնա դեպի Կարս դուրս գա։ Իր խոսքում հայտարարում է։ Բայց չասես այ համբալ։ Բա մի ժամ քանի տարի է։ 6 տարի է գոռում ենք, բա այդ ենք ասում։ Բա ինչ ես եկել Զանգեզուրի միջանցքը մեր վրա խորդում որպես ձեռքբերում։ Բա մենք էլ էինք հաշվարկել։ Այդ ընկերություններից 6 տարի առաջ մենք դա հաշվարկել էինք։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը տեսնելուց սկսած մենք դա հաշվարկել ենք։ Ընկերություններ կան ուզում են ներդրում անեն։ Մի խոսքով հիմա այս ամեն ինչով հանդերձ ցեղասպանագետ է դառը։ Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան, թե այդ ինչ մեխանիկա է այ մարդ։ Հայոց կոտորածները տարիներ են տևել, բայց դրանք նախապատրաստվել են երկար դարերի ընթացքում եւ դա ոչ թե ուրիշներն են նախապատրաստել, այլ մենք ինքներս որպես ցեղասպանության մեխանիկայի կրողներ։ Յոգիկ, մենք ենք արել։ Մենք ենք փիսը։ Ցեղասպանություն ենք նախապատրաստել։ Դարեր շարունակ ցեղասպանություն ենք նախապատրաստել։ Մեզ ցեղասպանել են, որտեղ Թուրքիայի տարածքում ուզում էինք պետություն ունենայինք։ Այդ դրա համար են ցեղասպանել։ Այս հանրապետության օրը որ կա, այդ հանրապետությունը ունենալու համար են մեզ ցեղասպանել։ Եզո ջան։ Այդ դրա համար են մեզ ցեղասպանել։ Հասկանում եք ոնց ասեն, սա շուր տալի գիտեք իհարկե, բայց էլի պետք է նշեմ։ Հիմա լսեք կոլեգայիս հանճարեղ ելույթը։
կներեք, որ այստեղ ռուսերեն տառերով բանմանա գրած, բայց դե որ պահին որ Facebook-ը բերել է, տեղից էլ վերցել եմ։ Հələ լսեք հանճար, այ մարդ, մեծ մտածող հայի խոսքը լսեք։ Մենք պետքա ինչքան էլ որ տարօրինակ թվա, Կներեք, ինչքան էլ որ մեր այսպես կոչված ազգային գաղափարների մեջ չտեղավորվի, մենք պետքա կազմակերպենք իմիգրացիա, ներգաղթ։ Այս հարցը կարելի լուծել նաև եւ լսակ, չէ, պետքա ներգաղթ կազմակերպել։ Լավ բան է, չէ՞ ասում։ Իսկականից այ մարդ, ներգաղթ Հայաստանում եղել է 70-ական թվեր, 70-ականների վերջին Պարսկաստանից է եղել, թե 70-ականների սկզբին էր։ Մի խոսքով Պարսկաստանից է եղել, 40-ականներին է ներգաղթ եղել, դրանից առաջ 20-ական թվերին է ներգաղթ եղել։ Ներգաղթ եղել է Հայաստանը ըստ էության, այո, ներգաղթի տարբեր ալիքներով հարց է լուծել, բայց ցավոք սրտի ներգաղթ եղել է նաև Լիբանանի պատերազմի ժամանակ մենք ընդհանրապես այդ ժողովրդին տեր չկանգնանք։ Սիրիայի պատերազմի ժամանակ մենք ընդհանրապես այդ ժողովրդին տեր չկանգնանք։ Արցախցիներն եկե էլի տասնյակ հազարավորներով լքում են Հայաստանը։ Ներգաղթ ենք ուզում, որ երկիրը երկիր դառնա, բնակչության քանակը մեծանա ու հիմա հանճարեղ միտք ասում, չէ՞։ Ներգաղթ պետք է լինի։ Լսի շարունակություն, այս իրանց իշխանությունն է, որ Արցախահայերին ընդունել է ու տասնյակ հազարավորներով բրախել է։ Հասկացա՞ր։ Որովհետև ինչ ասում, եկեք բնակարան տամ ձեզ, այսքան փող տամ գնաք բնակարան սարքեք։ Այդ թե ոնց է տալիտ էլ մի հատ առանձին խոսակցություն է։ Այդ մարդկանց աշխատատեղ է պետք, աշխատանք է պետք, որ աշխատանք լինի, փողը կաշխատեն, բնակարան էլ կար։ Այսինքն փողը որ տալիս ես որ տուն սարքի, դրա կեսի չափով ժամանակավոր մի բան արա, այն մյուս կեսը դիր բիզնես ստեղծի, աշխատատեղ ստեղծի, որ այդ մարդը վաստակի գնա, տունել առնի, ավտո էլ առնի, էնել։ Մյուսը 300 միլիոն դոլար իբր թե Արցախին փող եք տալի, այնիշ պարզվում է Արցախյան ձեր ասած պսևդո էլիտաներին եք այդ փողը տալի, Արտուր Օսիպյանը այդ պսևդո էլիտայից չի, Արտուր Օսիպյանի այդ ձերբակալությունն ու կալանավորումը քթներիցդ գալու է, հələ համբերեք, հա, այդ 300 միլիոն դոլարը, որ արցախցիների մեջ բաժանել, տարեկան մարդա, հələ հաշվեք, 100,000-ի բաժան, մի խոսքով իմ հաշվարկներով, մի քանի տարում տունել, ավտոել, գործել, ամեն ինչ էլ կունենային, այսինքն մենակ եմ ֆոնդը, որ գնում էր Արցախ, էդի որ տաս Արցախահայությանը, այդ մարդկանց քերի մեջ կկորեն այդքան փող, եթե կարողանաս ապահովես։ Բայց չէ, այդ փողը չեն ապահովի, գիտեք խի, որտեվ այդ փողը խո չէին տալիս հասարակ ժողովրդին, այդ տալիս էին ընդեի, էլի, ում որ պետքն է, մի որոշակի շրջանակի ու վերջ։ Հիմա այդ որոշակի շրջանակը ցակու ծրիվ է եղել, իմաստ է բանտում է, ցավոք սրտի ամեն դեպքում։ Հիմա տեսեք ինչ ասում հանճարեղ կոլեգաս։ Մի քիչ հետ տամ, որ ներգաղթ պետք է լինի։ մենք իմիգրացիա, ներգաղթ։ Այս հարցը կարելի լուծել նաև եւ առանց ներգաղթի հնարավոր չի լուծել։ Կազմակերպված ներգաղթ ամես պետք կազմակերպել։ Տասնյակ հազար մարդկանց, հազարավոր մարդկանց չի նելու սրա արգելի գործը կենան։ Մենք պետքա նաև մեր մտքում այդ բանը փոխենք, մեխանիզմը, որ այնց մոնոէթնիկ, այլ ազգիներին շատ որպես տուրիստ սիրող, բայց երբ որ գալիս են մշտականները ապրում են այդքան էլ չսիրող ազգ ենք։ Մենք պետքա փոխվենք։ Տեսակ ինչ ներգաղթի մասին ասում։ Խո չի ասում պետք է հայերը գան Սփյուռքից Հայաստան։ Ասում է պետք է մոռանանք, որ մոնոէթնիկ ենք լինելու։ Պետք է փոխենք։ Ես հասկանում եմ ինչ ասում, ստե խորը բան կա։ Քանակ մեծացնելու համար, այո, պետք է ոնց որ Ֆրանսիան Ալժիրից արաբներ ա բերում, Գերմանիան թուրքեր ա տանում, Ամերիկան մեքսիկներ ա բերում։ Սրա մասին է ասում, բայց ում նկատի ունի։
Էդի այդ մոնոէթնիկության պահը, ես այդ մոնոէթնիկությունը նես չի որ առանձնակի, ընդհանրապես քաղաքական ազգի դեպքում ով ասեց որ մոնոէթնիկ են, եթե քաղաքական ազգ են դիտարկում, ախրքալակցին, Ղարաբաղցին, ֆրանկը, կաթոլիկը, այսինքն, չգիտեմ, ուղղափառը, ավետարանչականը, սրանք տարբեր խմբեր են, իրանց հայ են համարում ինչով այս մարդիկ, հայ են համարում ինչով այս մարդիկ, հայ են համարում նրանով, որ իրանք հայերեն դպրոց են գնացել, հայերեն են խոսում եւ իրանց նախնիները եղել են հայկական պետության ժողովուրդ։ Ես մի հատ sense բան ասեմ, հետո էլի անդրադառնա։ Ուրեմն տեսեք, Ռաֆի Հովհաննիսյանը, այնց մարդկանց ասեմ, որ գիտեք, Էդվարդ Նալբանդյանը հիշում եք, բանը Շարլ Ազնավուրի հետ խնամի էր, Էդվարդ Նալբանդյանը արտգործնախարար, եւ Նաիրա Զորաբյանը։ Այս երեք տարբեր ռասաների մարդիկ են։ Նաիրա Զորաբյանը մի ռասայի ներկայացուցիչ է, 1000 ներողություն, հուսամ չեք վիրավորվի Տիկին Զորաբյան, 1000 ներողություն, բայց թույլ տվեք ասեմ, ավելի հարմար օրինակ չեմ գտնում։ Նաիրա Զորաբյանը մի ռասայի ներկայացուցիչ է, Էդվարդ Նալբանդյանը մի ռասայի ներկայացուցիչ է, Ռավի Հովհաննիսյանը, եթե ժիվոյ տեսել եք իրան ինչ աստիճանի թուխ մաշկ ունի, նա էլ մի ռասայի ներկայացուցիչ է։ Այս երեք տարբեր ռասաների մարդիկ հայ են, զտագյուն հայ են։ Ինչու, որտեղ այս մարդիկ եղել են մի հայկական պետության կազմում։ Չէր կարա Ադամից Եվայից երկու հոգուց բազմանային Կասպից ծովից միջերկրական ծով լցնեին։ Հա? Տարբեր ժողովուրդներ։ Սրանից քանի հազար տարի առաջ մի ընդհանուր պետության մեջ դարել են հայ, այսպես ասած։ Հետո այդ պետականությունը կորցրել են, նորից են վերագտել, նորից են կորցրել, նորից են վերագտել։ Բայց այդ պետականությունն է այս մարդկանց սարքել մի ազգ։ Հիմա այդ նույնը շարունակվում է, այդ շարունակական գործընթաց է։ Էսի հայ Աստանա, հայերի երկիր է, Արմենիա է, արմենների երկիր է։ Ով, ստեղ է ինքը Արմեն է։ Հիմա թե կաթոլիկա, թե ուղղափառ, թե հույն է, թե մալական է, կապ չունի։ Ինքը Արմենա, Արմենիայի ազգն է, քաղաքական ազգն է։ Հասկացաք։ Այսինքն այդ մոնոէթնիկության հարցը, որ է սովետական հասկացություններով գալիս է, այդ հարցը այդքան բան չի, այդքան իրական չի։ Հələ որ գնաս, թե ոնց են օրինակ ֆրանկներին վերաբերում, կաթոլիկներին վերաբերում, նա գնա այդ գյուղերում խոսա, կտենաս նույնիսկ ընդհուպ միջև, ասենք, ախալքալակում տենց դրվագներ կան, որ բանը, նույնիսկ աղջիկ տալ առնելու հարց կար ընդ ժողովրդի մեջ, ընդունելի է թե չէ։ Հասկանում եք։ Ավելի քան այսօր Հայաստանում, ասենք, չգիտեմ, հույնի կամ ռուսի հետ ամուսնանալը, ավելի թեթև են տանում, քան թե այնտեղ տանում են էլի հայ պտիկի, բայց եկեղեցիները տարբեր է։ Դա առանձնակի իրանց համար ժողովրդի համար բան է եղել։ Բայց այս ամեն ինչը դնում ենք մի կողմ, մի հատ ընդհանուր քաղաքական ազգ, այսինքն որի ազգությունը որոշում է իր անձնագրով։ Իսկ այն ինչ ինքը ունի, դա իր էթնոսն է։ Ունի մայրենի լեզու։ Իր մայրենի լեզվով դպրոց կարա գնա, կարա սորի, բայց Ամերիկան ո՞նց է։ Ամերիկան ո՞նց է։ Հիմա բայց ստեղ այդ չի որ բանը, ամերիկացի են, ազգ են, իրաց որ հարցն ես իրանք ազգ են, տարբեր ծագում ունեն, բայց մի ազգ են, հիմա Արմենիան, Հայաստանը, Հնդկաստան չի, դա Հայաստանը, Ազերստան չի, դա Հայաստանը, ով ուզում է գա, բարով գա, սա Հայաստանը, ուզում է լինի Հայաստանի քաղաքացի, ուրեմն լինում է հայ Աստանի քաղաքացի։ Всё, քաղաքական ազգությունը հայ։ Իսկ թե ինքը ինչ կրոնի է, ինչ տեղից է եկել, ինչ ծագում ունի, դա արդեն իր մշակութային, իր տեղական առանձնահատկություններն է իրան հալալ լինի։ Պետական մասշտաբով դա որևիցե մեկին հետաքրքիր չի։ Պետական մասշտաբով դա ոչ ոքի հետաքրքիր չի։ Բայց հիմա ինչ է ակնարկում, այսինքն էսի ուզում եմ ասեմ այդ մոնոէթնիկության հարցն էլ այդքան ճիշտ չի։ Հիմա Վանի բարբառը գրեթե վերացել է։ Դա վանեցիների խոսքն է։ Այսօր մարդիկ կան արցախցիներին բանը նկատողություն են անում բարբառով խոսալ մարդ, այս դեպքեր ա եղել, իդեպ ամոթանքս այդ ամեն ինչին։ Հիմա
Արցախի բարբառը վաղը լինելու է, Շիրակի բարբառը շիրակցիները պահում են, բայց բոլորը գրական հայերեն են խոսում։ Մարդիկ կորցնում են իրենց մայրենի բարբառը։ Կորցնում են, չէ՞։ Կարան պահեն, կարան դպրոցներում լրացուցիչ դասեր անցնեն, կարան։ Ուզում ասում եմ, տես մի նայեք, որ կա մի հատ հայություն ու կան, չգիտեմ, ազգային փոքրամասնություններ, չէ։ Վանեցիներն էլ են փոքրամասնություն, Ղարաբաղցիներն մի հատ ուրիշ փոքրամասնություն են։ Չգիտեմ, ամեն մեկը մի հատ որ վերցես, ամեն մեկը մի հատ փոքրամասնություն է։ Կաթոլիկները մի հատ փոքրամասնություն են, ավետարանչականները մի հատ փոքրամասնություն են, առաքելականները մի հատ փոքրամասնություն են, աթեիստներն մի հատ ուրիշ փոքրամասնություն են։ Բայց այս ամեն ինչը հավաքվում է Հայաստան, որտեղ եկեղեցին ունի ազգային ինքնությունը պահող արտոնություն նույնիսկ աթեիստների համար։ Աթեիստերի համար էլ ազգային ինքնության պահպանության որոշակի ֆունկցիաներ եկեղեցուն են հանձնված, որտեղ այդպես է գալի ավանդույթով, իսկ ավանդույթը իրավունքի աղբյուր է։ Դա մի հատ իրավաբանները թող գնահատեն։ Ավանդույթը, սովորույթը իրավունքի աղբյուր է, հետևաբար նորմալ է, որ տենց օրենք է գրվում, որ եկեղեցին ազգային ինքնության, թե մարդը աթեիստ է, հարց չկա, թող լինի աթեիստ։ Բայց ուր գնում ես, առաքելական եկեղեցու տաճարներ են։ Չնայած տեղեր կան վրացական եկեղեցին են ավելի։ Բայց դա ուրիշ պատմություն է, դա պատմաբանները ձեզ կասեն։ Հիմա Ես որ ասում եմ մոռացեք այդ մոնոէթնիկ, պետք է ներգաղթ լինի, ես ինչ ներգաղթ եմ պլանավոր է տղեկը։ Ես օրինակ ոնց կանեի, առաջի հերթին նախ Սփյուռքը պետք է ներգաղթ կազմակերպել։ Երկրորդը ինչ կանեի, երկրորդը տարածաշրջանի այն ժողովուրդները, որոնք Արմենիայի բնիկներ են, այդ ժողովուրդներին ես էլի ներգաղթ կընդունեի։ Որ մարդիկ գան ընդունեն, որ մենք իրար հետ ընդհանուր Արմենիայի հայկական լեռնաշխարհի բնիկներ ենք։ Ասենք համշենահայերը։ Հիմա համշենահայերը իսլամ են դավանում։ Հիմա ինչ են, որ գան Հայաստան, ինչ են։ Ազգային փոքրամասնություն են, թե հայ են։ Իրանք որ գան մեր հետ միանանք, իրանք ինչ են, մոնոէթնիկ են կլնում, թե պոլիէթնիկ են կլնում։ Սենց հարցեր կա ժողովուրդ, որին Ամերիկան շատ լավ պատասխան է տվել։ Ու դրա համար Ամերիկայում այտենց հարց չկա, որ վայ, ազգային փոքրամասնության իրավունքները, ազգային փոքրամասնության չի։ Կա քաղաքական ազգ հասկացում, պետություն ուրիշ բան չգիտի։ Մնացածը գնացեք ով ոնց ուզում է թողանի, ինչ դպրոցում, ինչ լեզվով ուզում է թող խոսի։ Կա մի հատ պետական լեզու, օրինակ, կարա մի քանի պետական լեզու լինի։ Հայաստանում, Շվեյցարիայում կա 3-4 պետական լեզու։ Հայաստանում կա մի հատ պետական լեզու, դա հայերենն է, վերջ, փագա թեման։ Մի հատ պետական լեզու ու կա մի հատ քաղաքական ազգ։ Արմենիայի Հայաստանի ազգը, որը կազմակերպվում է պետականորեն, դառնում է ազգ, այսինքն ժողովուրդը, որ կազմակերպվում է պետականորեն, դառնում է ազգ։ Քանի կազմակերպված չի, ժողովուրդ է, ստենդ է։ Այ համշենահայերը ժողովուրդ են, Ղարաբաղցիները ժողովուրդ են, ախրքելակցիները ժողովուրդ են, եզդիները ժողովուրդ են, հույները ժողովուրդ են, մալականները ժողովուրդ են։ Այս բոլորը միասին, որ կազմակերպվում են քաղաքականապես, այսինքն դարձնում են պետություն, դառնում են ազգ։ Այդ ազգի անունն ի՞նչ է։ Հայաստան։ Արդեն այնտեղ անունը գրած է ինչ է։ Եղավ։ Ու եթե հանգարց գնացենք, պարզենք, որ չգիտեմ, նախնիների մեջ էս կայենք, ցավն էլ տանեմ։ Մայրը ռուսա, հայրը չգիտեմ, հույնա, ցավն էլ տանեմ։ Բայց նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով դառնում է քաղաքական ազգությունը հայ։ Սենց է։ Բայց ես ում են ուզում բերեն այ մարդ։ Հա՞։ Պլանները ո՞րն է։ Այդ 300,000 ադրբեջանցիների թեման, ժողովուրդ ջան, հələ թողենք այդ ադրբեջանցիքին այդ թիվը ասում, 80,000 ադրբեջանցի, 100,000 ադրբեջանցի աստեղ եղել, մի մասը դե տները, Հակոբ Բադալյանը շատ լավ էս ամեն ինչին անդրադառնում է, հետևեք իրան Տելեգրամում, Հակոբ Բադալյանին կամ Առավոտի YouTube-յան կանալում, Առավոտ է կոչվում, առավոտ.am, ճիշտ եմ, չի ասում, թե այսօր, թե Առավոտ, մի խոսքով, վիդեոներով իր մեկնաբանությունները լսեք։ Շատ լավ մեկնաբանում է այս ամեն ինչը։ Այդ մարդիկ տուն տեղ ծախե գնացել են։
Մի մասը կարա իրոք բռնի տեղահանված լինի։ Մի շատ չափավոր մասը։ Բայց դա չեն գալու է մի օր սենց 100,000-ով մտնեն։ Հակոբ Բադենյանը շատ լավ, եթե չկարծեմ ինքն էր ասում, այս անկլավների թեման ուղիղ կապված է դրա հետ։ Անկլավները տալու է, սկզբում գալու են անկլավներում բնակվեն։ Հետո անկլավներից կամաց անկլավների կողոկուշտը սենց 5-10 տարում իրանց հարցերը կլուծեն։ Սրա մասին լուրջ մտածեք։ Թրամփը ընդեղից որ շնորհավորում է, ասում է, բան աջակցում է, Թրամփը Հունգարիայի ընտրություններում Օրբանի սատարում էր, J.D. Vance-ը գնացել էր այդ Օրբանի բաներին, հավաքին, համակիրների, ելույթ էր ունենում։ Հեռախոսով զանգեց Թրամփին, պահեց միկրոֆոնի մոտ, ձայնային։ Թրամփն էլ ընդից է ողջունում այդ Օրբանի կուսակիցներին, այս աստիճան աջակցություն են ունեցել։ Կրվավ։ Ինչի, որտեղ մասնակցությունը 79% էր, այսինքն գրեթե 80% մասնակցայնություն կար ընտրություններին։ Հաշվարկներով ես հաշվարկներն արել եմ, եթե 50% լիներ, Օրբանը կրում էր։ Բայց իշխանափոխություն եղավ, որովհետև 50%-ից շատ ավել էր, 79% մասնակցություն էր։ Նույնը Հայաստանում է։ Դրա համար եմ դնում, որ սրանցեք, հանրապետությունը առաջին հերթին իշխանափոխությունն է, ու ձեր իշխանափոխվելու ժամանակն եկել է։ Դա դեմոկրատիայի հետ ոչ մի կապ չունի։ Ամերիկացիքից դեմոկրատ չլինեք, բայց 8 տարի լրացավ, ասում է գնացեք։ 8 տարի լրացավ, հիմա Թրամփը կարա իր համար օրինակ ժողովրդին հլնի ասի 8 տարի իշխանավարելուց հետո մի 2 տարի էլ թողեք իշխանավարեմ, չի կարա, բա Նիկոլի մար ոնց է ասում։ Նասկի իր համար չի կարա այդ պաշտոնը 8 տարուց ավել ուզի։ Նայեք Հայաստանում Նիկոլի համար է ուզում, գիտեք խի, որտեվ հայերը այդ այնց են, ով ասի բանը սխիարա դանակը կվերցեն կվազեն, միամիտ են, հասկանում ես։ Հիմա մի հատ ուրիշ բան ցույց տամ ստեղ, եսի մի քիչ ավելի ինտրիգային, այս չգիտեմ խիա սենց կծկտուր ցույց տալի, բայց համենայն դեպս Ալեն Սիմոնյանն է հարցազրույցին հələ լավ տենանք ոնց։ Դեպքում տվեք միկրոֆոնը, ես ասի կամ նրան ձեր սենց անելու։ Ես Վարդապետյան Լևոնն եմ Աչաջուրգյուղից։ Պարոն Սիմոնյան, եկեք պատկերացնենք 2031 թվականն է, դուք իշխանության եք, ընտրություններ մի ամիս ամնում։ Հիմա որպես քաղաքացի ինչ սպասենք։ Սպասենք, որ նորից քաղաքացիական պայմանագիրը հիմնա։ Լավ, ժողով կտրտում է, ես կարճ ասեմ։ Այստեղ են հարցնում, ասում է 31 թվին էլ է գալու, ասում սրան կբռնենք, նրան կբռնենք։ Վերջը ասում է, հիմա այսօր ասում են, ենց է քարոզարշավանը, ոնց որ 18 թվի քարոզարշավը լինի։ Նույն տեքստերը ասում եք 21 թվին, նույն տեքստերը ասում եք հիմա։ Նախկիներին կբռնենք, էսի հետ կանենք, էսի, բայց սուտ եք ասում, ասում որորդ անգամն է։ Հիմա ասում են 31 թվին հույս ունենանք, որ մի բան կփոխվի ձեր խոսույթում։ Թե այս նույն բանն եք ասելու, Ալեն Սիմոնյանը գիտես ինչա պատասխանում։ Ասում է դե ժողովուրդ դուք եք ընտրում, ասում մի ընտրեք այդ մարդկանց։ Նա ասում է այդ իրավապահ գործառույթը դուք վերջը անելու եք թե չէ։ Սա ասում է մի ընտրեք։ Կռուտիտի ձևը նայի։ Գործադիր իշխանությունը ունի իրավապահ գործառույթներ։ Պիտի անի 8 տարի շարունակ, հետո սիկտիրը քաշի գնա կներեք այս խոսքիս համար։ Այս սա պետք է անի գործադիր իշխանությունը։ 8 տարի սա չեն արել, հիմա եկել են, ասում է ընկեր, այս նորից նույն հեքիաթն եք պատմում։ Դե գիտես ինչ ասում, ժողովուրդն անդրե։ Դեմ կառուցակարգ կա, լիազորություններ կա, դատախազ կա, ոստիկան կա, ԱԱԾ կա, դատարաններ կան, այ ընկեր, այ թշվառներ։ Խո մենակ քվեարկել ընտրություն անել, հետո գրանտներն ու տենդերները ծանոթ շուշանգյալի մեջ կիսելը չի։ 8 տարի շարունակ նախքին ասելը չի։ Դա է։ Մի խոսքով, ափսոս կտրտում է։ Այստեղ ազատության ռեպորտաժն է, որ Գազիգինը պաշտոնապես արդեն Ռուսաստանը դիմել է։ Ռուսաստանը դիմել էր, այստեղ էներգետիկայի նախարարությանը դիմել էին, հարցրել էին, ասել էին, ընկեր Ռուսաստանը ասում է ձեզ բանա դիմե, սրանք բա մենք տեղյակ չենք։ Ռուսաստանից հայտարարել են, որ մի ձեր արտգործ նախարարությանը հարցրեք։
էներգետիկայի նախարարությունից տեղյակ չէին։ Հետո պարզում արտգործ նախարարությունից իրանց տեղեկացրել են, որ այո, պաշտոնապես Ռուսաստանն ասել է, որ գազի գինը կրկնակի պիտի թանկանա ու սպասում են սրանց պատասխանին։ Մի խոսքով էդ էլ տենց, էլ ինչ ունենք այսօր ասելու առանձնակի։ Ну, էլ չունեմ վիդեո, հարազատս, իրոք պետենամ եթե հարցեր կան։ Մենք տեղյակ չենք։ Ես իմ բանի տակ էլի։ Հա, շենահայրը չեն գա, եթե գանել այստեղ չեն դիմանա, մշակույթով շատ տարբեր ենք։ Կգան ընդհանրենք 3 հատ գյուղ կամ մի ռայոն կվերցեն կապրեն, ինչի ենք տարբեր։ Տարբեր ենք, իրանք էլ տարբեր մշակույթով կապրեն։ Այդ ով ասեց, որ բոլորս պիտի նույն մշակույթով ըլդենք։ Հետո, նայեք, երբ որ ես ասեմ համ շենահայրը կամ մյուսը, ես ոչ թե պատկերացնում եմ սենց սելերի վրա, եզները կապած, տենց քարավաններով, շարասյուններով գալիս են։ Չէ, դա տենց չի լինում։ Ոնց է լինում։ Այդ ներգաղթը, եթե ներգաղթը, այս Արսեն Թորոսյանի ասացի մասին չի, սա ուրիշ բանի ակնարկ են անում սրանք, իբր թե առաջադեմ։ Ժողովուրդ, ընտիր կրթություն ես ունենում։ Ենթադրենք լգոտաներով կամ չգիտեմ, ինչ որ անվճար բաներով, դրսի ժողովրդի համար։ Համշինահայը ով է գալի, գալիս է ընդեի ինտելեկտուալը։ Ընդ ինտելեկտուալը ուզում է գաստե սովորի, աղջիկա, ուզում է այդ իսլամի սահմանափակումներից դուրս գա, ջինս հագնի, եսանի, ազատ ապրի, ուտի, խմի եւ այլն։ Գալիս է Երևան, սովորում է, 5 տարի ինտեգրվում է համակարգին, ամուսնանում է մեկի հետ կամ իրար հետ մնում են Երևանում։ Հատուկ մեխանիզմ է ստեղծում, որ շրջակայքից այստեղ կան ոչ թե գործազուրկները, ովքեր 4000 դրամ օրը պատրաստ են աշխատել։ Այն ինչ Նիկոլենք են անում, էլի հիմա օրինակ հնդիկները օրը 4000 դրամով գազը տեղացին ասում ես 4000 դրամով չեմ աշխատի ինքեր։ 120000 դրամով ես ամսական չեմ աշխատի։ Կամ լիքը մարդ աշխատում է, այս մեկը չի աշխատի։ Օրը 3000 դրամով հնդիկին աշխատցնեն։ Չէ, դու այնց համակարգ ես ստեղծում, որ ստեղ կան ընդեի ինտելեկտուալները, բայց Նիկոլենք, նիկոլականները ինտելեկտուալ բառի հետ ինչ ընդհանուր կապ ունեն, որ մի հատ էլ այնց մեխանիզմ ստեղծեն, որ դրսից եկող մարդը ստեղ շատ գա հենց հատուկ կրթության համար։ Մի մասը ստեղ կկրթվեն, կգնան էլի արտասահման կամ կվերադառնան իրանց հայրենիք, մի մասը կմնա ստեղ։ Արդյունքում դու ամբողջ աշխարհից ով ուզում է թեկուզ հարուստ աղքատ երկիր իսլամական է, իսլամական չի։ Դու ստեղ ես քաշում մարդկանց, ովքեր ազատամիտ են, ինտելեկտուալ են, ուզում են հայաստանյան այս ազատ պայմաններում ապրեն, չեն ուզում փարաջայի տակ ապրեն, չեն ուզում, չգիտեմ, այն պահպանողական բարքերով ապրեն, Պարսկաստանից մյուսից գալիս են բացառապես ազատամիտ ինտելեկտուալները։ Եթե դու օրինակ ստեղ մի հատ ուժեղ բուհական համակարգ ես ունենում։ Ատոմակայան սարքելու մասն է ասում, չկան մոդուլային ատոմակայաններ։ Հեսա հա Ամերիկայի բանը պայմանագիրն էլ ասեմ ու ավարտենք։ Էսենց հա ըլնում, սենց ես ոնց կանե, ես տես կկազմակերպեի։ Եթե դրսից մարդիկ են գալու, որոնք ստեղ դառնալու են հայ քաղաքական ազգով, իրանց ծագումով, իրանց էթնիկությամբ, ինչ ուզում է թող ինձ հետաքրքիր չի։ Պետական լեզուն հայերենն է, իրանց տուն ինչերեն են խոսում, այդ իրանց գործն է։ Հիմա ինձ հետաքրքիր չի, ու ոչ մեկին պետք է հետաքրքիր չլինի։ Հիմա այդ տեսակ մարդիկ ազատամիտ եւ ինտելեկտուալ։ Այդ մարդկանց բեր, որ երկիրը վաղը երկիր լինի։ Ոչ թե 3-4000 դրամ օրական աշխատող սևագործ բանվորներին միլիոնով բեր լցի երկիրը։ Որ ինչ անես։ Բերում ես, որ ինչ անես ընկեր։ Ես դեմ չեմ, լսեք, ես հարգում եմ այդ մարդկանց։ Ես նայում եմ որպես հարցը, այսպես ասած, պրագմատիկ հատույթում, հա։ Թե չէ ցանկացած մարդը անկախ իր կարողություններից մյուսից բարձրագույն արժեք է։ Բայց եթե ուզում ես դեմոգրաֆիկ հարց լուծես, աշխատաշուկայի հարց լուծես, բարեկեցության հարց լուծես, բա ամերիկան խիա գրին քարտ բանանում։ Բա խիա ջոգում դեսպանատունը, այդ գրին քարտը գիտեք հենց այնց առաջ ճանաչելու յաբախտարի լոտոյի պես բան է անգնում, հա։ Նայում են, ուսումնասիրում են, հետազոտում են, տենում են ում է պետք, ում պետք չի, ում քաշեն, ում չէ, ով է երիտասարդ, ով է պատրաստված։ Բժշկականի համար մենակ ասեմ,
Այդտենց հետազոտություն կար ամերիկացիքի վրով։ Բժիշկ դառնալու համար մոտ $700,000 կարգի բանը ծախս են անում։ $700,000 որ դառնա բժիշկ, մի բժիշկ սարքելը այդքան նստում է երկրի վրա, մարդուց ոչ աշակերտիցը բժիշկ սարքելը։ Իսկ եթե դու պատրաստված, ստե պարապած արդեն գնում ընդե քննություն ես տալի, որ բժիշկ աշխատես, դու ամեն մի այդպիսի մարդու հաշվարկով $700,000 այդ երկրին բան ես անում։ Ճիշտ թիվ եմ ասում, հա, միլիոնին մոտ գումար, այդ երկրին դու պլյուս ես գցում։ Այդքան չարչարանք կա։ Ու սենց ամեն մասնագիտությունը։ Բա հələ երեխեն ծնվել, մեծանալ, դպրոց, մյուսը, դառնում է չափած, գնաց Ամերիկա։ Մեխանիզմ են սարքել, որ իրան քաղաքացի ունենան, առաջ չարչարվելու այդ քաղաքացուն կերտելու գործում։ Ընդ ուղղակի ֆիլտրեր են դրել, նայում են ում տան քաղաքացիություն, ում չտան։ Էսենց է պետությունն աշխատում։ Մի բան էլ իդեպ, ուրեմն այն ինչ ստորագրել են բանի հետ, այն ստորագրել են Ռուբիոյի հետ, նախ ես չգիտեմ, այդ այցը տենց թռուցիկ էր, մի տարբերակ ասեցի, այնա, որ մտածում են, գիտեն, որ Նիկոլը կարա չվերընտրվի, դրա համար ափալ-թափալ եկե ստորագրել են։ Մյուս տարբերակը, որ չգիտեմ, Նիկոլին ուղղակի մի հատ քարտ էին տալիս, ոնց որ քարոզարշավի համար, ու դրա համար տենց ստից հպանցիկ եկան գնացին առանց հատուկ պատրաստվելու, չգիտեմ, այդ ինձ պղտոր ջուր է, ամեն դեպքում պղտոր ջուր է։ Բայց մի հատ սենց հարց, հա, ու ամեն դեպքում այդ անխոչնդոտ անցումը ինձ համար անընդունելի է, վերջ առաջ դա փոխվելու է, ուզում է 50 տարի լինի, ուզում է 100 տարի լինի, այդ անխոչնդոտ անցման դրույթը պետք է փոխվի։ Էսի մեկ։ Երկրորդը շատ կարևոր է, այդ ատոմակայանի հարցը, որ այդ մոդուլային ատոմակայանի լապշան մեր ականջներից մի կախեք, ժողովուրդ ջան, մենք պետք է այնց անենք, որ ատոմային էներգետիկայի երկիր մեր այսօրվա կարգավիճակը ամրապնդենք եւ զարգացնենք, ոչ թե հետ նահանջ ունենանք, իսկ Նիկոլի դեպքում առանց նահանջի ոչինչ չի լինելու։ Ինչի, որտեղ դա ամենաէժան սարքողը ատոմակայանը, չգիտեմ Չինաստանը ոնց է, բայց Ռուսաստանն է, միգուցե Չինաստանը դառնա ստեղ ալտերնատիվ, բայց հաստատ արևմտյան երկրները չեն։ Էժան եւ որակով ատոմակայան սարքողը։ Դրա համար Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր կապեց ատոմակայաններ սարքելու։ Իսկ ստեղ ամեն ինչ անում են, որ Ռուսաստանի հետ կապերը խզեն, ոչ թե դիվերսիֆիկացնում են, այլ անջատում են Ռուսաստանի հետ հնարավոր կապերն ու հաղորդակցությունները, ուզում են խոստանում են միացնել մի հատ ուրիշ բան, որը գոյություն չունի։ Սա դիվերսիֆիկացիա չի։ Ռուսաստանի հետ կապերը չի կարելի խզել, ջնջել, ոչնչացնել։ Այդ կապերը պահում ես, այլ կապեր ես ձևավորում։ Ու եթե մեկը մյուսի խանգարում է, ուրեմն այդքան ворջ ունես, որ համ նրա հետ շփվես, համ նրա։ Ուրեմն չմո ես։ Եղավ։ Եթե չես կարա համ նրա հետ շփվես, համ նրա, ուրեմն չմո ես։ Ուրեմն քեզ է պետք փոխել, ոչ թե տակտիկան է պետք փոխել։ Եվ ինչ դա ստեղ հետաքրքիր։ Ամերիկայի հետ երկկողմանի պայմանագիր են, չէ՞ կապում։ Տեսար, Ամերիկան Եվրամիություն երկիր է, չէ։ Ամերիկայի հետ երկկողմանի պայմանագիր են կապում։ Այդտենց լիքը պայմանագրեր կարելի է, այդ համապարփակն էլ կարդացի, ասում ատոմային էներգետիկայի պահն է իմ մոտ զգայուն եւ այդ Միջանցքի տրամաբանությունը, որ Ամերիկայինը արենդով տալի փաստացի, ստե ինչ հեքիաթ էլ պատմում, ամերիկացիք ասեցի, հələ մի հատ է կրկնեմ, մեր մոտ կա մի հատ ցած ընդհանուր սեփականության իրավունք հասկացություն, ուրեմն այդ նախադեպային իրավունքում, այսինքն բրիտանական, անգլոսաքսոնական, ամերիկյան իրավունքում, ընդ է սեփականության իրավունքը տրոհվում է 3 մասի, 3 բաժին ունի։ Դա ունենալու իրավունքն է, չնայած սեփականության իրավունքը լավ ինստինկտիվ նշանակում է ունենալ, օգտագործել եւ որոշել դրա ճակատագիրը։ Այս 3 հատկանիշը վերաբերվում է սեփականությանը։ Ամերիկական իրավական համակարգում այս 3 առանձին իրավունքներ են որպես բաժանված։ Ունենալը քոննա, դա մի հատ տիտղոսի հարց է, դա մի հատ առանձին իրավունք է, օգտագործելը մի հատ առանձին իրավունք է եւ տնօրինել դրա ճակատագիրը առանձին իրավունք է։ Հիմա Միջանցքը տիտղոսը Հայաստանինն է, այսինքն պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բայց վերցում է դա, ոնց որ Վարչով տունը, Ամերիկան մեր մոտ ոնց է Վարչով տունը, ասում է մի հատ գիտես բանը, կամ մի հատ այնտեղ բանը, դարակում բան եմ դրել, մի հատ վերցեմ, կամ
ասում են գեր, այդ քո տունը չի։ Տիտղոսը քոնն է, բայց վարձով ես տվե ինձ։ Всё, ես եմ օգտագործող ու մենակ ես կարամ օգտագործեմ։ Դու չես կարա գաս քո սեփական տանը քնես, որովհետև սեփականության իրավունքը մասերի է բաժանված։ Տիտղոսը քոնն է, բայց քնելու իրավունքը այդ տանը իմն է։ Այբ որ ես այդ իրավունքից կհրաժարվեմ, դու կարաս նոր գասը տե քնես կամ դրա ճակատագիրը որոշես։ Մի խոսքով, հիմա տիտղոսը Հայաստանինն է, բայց օգտագործման իրավունքը, ունենալու իրավունքը Ամերիկայինն է, օգտագործելու իրավունքը, այսօր մի հատ առանձին հասկացություն է, սերվիտուտային Ադրբեջանինն է։ Ճակատագիրն էր 50 տարով, 49 տարով չես կարա որոշես, որովհետև տվել ես նրան։ 49 տարի այդ հողի ճակատագիրը դու չես կարա որոշես։ Սրա հետ ես համաձայն չեմ։ Այս sense բաներ։ Ոնց որ Պանամանա ամերիկացիքին է եղել, հետո տվել են արդեն Պանամային, նենց էլ IS-ի որպես տես միակ ջրանցք հանձնել է ամերիկացիքին։ Ես շատ ողջունում եմ Ամերիկայի հետ հարաբերությունները, ընդհանրապես ամերիկյան քաղաքական մշակույթը իմ համար էտալոն է։ Էտալոն ամերիկյան քաղաքական մշակույթը եւ ոչ միայն քաղաքական։ Ամերիկյան հիմնադիր հայրերի ուղենիշները, որ նրանք դրել են, իմ համար էտալոնային է։ Ուզում եմ ասեմ, այնպես չի որ հակա ամերիկյան եմ, ճիշտ հակառակը։ Բայց այդ կետով հարցեր կան եւ երկրորդը ատոմային էներգիայի այդ իրանց մոդուլային հեքիաթի հետ ես թերահավատություն ունեմ, խիստ թերահավատություն ունեմ։ Բայց Եվրամիություն չի, չէ՞, կարում ես հետը հարաբերվես, պայմանագիր կապես եւ այլն, հետագայում էլ խորացնել, կարում ես։ Բանգեր ես ասում եմ մտնեմ Եվրամիություն։ Ինչի՞ ես ասում եմ մտնեմ Եվրամիություն։ Փաստորեն եթե Ամերիկայի հետ կարելի է, այդ նույն բանը չես կարող Ֆրանսիայի հետ անես։ Արա։ Էլում հետ ես ուզում անես Եվրոպայում, չգիտես, խեղտում են, ասում են, բեր քո խնձորը բեր մոտ ծախի, քո ծիրանը բեր մեր մոտ ծախի, էլով է ասում։ Խոսը համաձայնվի հետները պայմանագրերը կապի տար, ինչ թեկնածուի կարգավիճակ, ինչ չգիտեմ ինչ օրենքների համապատասխանեցում։ Ոնց որ Ամերիկայի հետ ես հիմա պայմանագիր կապը, մտած Ֆրանսիայի հետ կապի, Չինաստանի հետ կապի, Ռուսաստանի հետ կապի, ոչ թե ԵԱՏՄ կազմում, այլ հենց առանձին Ռուսաստանի հետ, Ղազախստանի հետ առանձին կապի։ Ինչ խնդիր։ Հնարավոր է, չէ՞։ Հենց այս Ռուբիոյի հետ ստորագրած փաստաթուղթը ցույց է տալի, որ հնարավոր է լինել անկախ երկիր շատ ուժեղ հարաբերություններ հաստատել գերտերության հետ։ Ցույց է տալի։ Բա ինչ Եվրամիության մուտիտ եք անում ստեղ։ Էդ էլ գնահատականս այդ հարցի մասին։ Վերջում սպասեք, տենա սեսեր, չէ էսի չեր, մի րոպե, լավ, վերջում բանը, կամեդի կլաբ է ուզում ասել, արմ կոմեդիի տղեկը մի հատ լավ բան են արել, վիդեո են արել, նայեք են, որ տղեն պսակվում է, բայց հարսին չի տեսել, չի ընտրել ու այդ պահին է իմանում, որ հարսի հետ պսակվում է։ Մի խոսքով քարոզում են, որ գնացեք ընտրությունների, ժողովուրդ, գնացեք ընտրությունների, ընտրեք ում ուզում եք։ Նիկոլական այդ ագրեսիվ բաներին եմ ասում։ Քերքներ այդ գլուխները թավակեք ժողովուրդ, այս ընտրությունները կանցնի կգնայի, ձեր մոլեռանդությունը թարգեք։ Ուզում եք Նիկոլին, գնացեք ընտրեք Նիկոլին։ Դա ձեր գործն է։ Բայց ոչ ոք ձեզանից պակաս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եւ ձեզանից պակաս իրավունքներ չունի։ Ձեր կումիրը ստացել է այդ վիճակը, այդ պատկերը, հարց չկա։ Գնացեք ընտրեք ում ուզում եք, բայց չափները ճանաչեք։ Հանրապետության հրապարակը դա Նիկոլի անվան հրապարակը չի։ Դա ձերը չի, որ Էդգար Ղազարյանն ասեք գնա դու ուրիշ տեղ հարցազրույց տուր։ Գլուխներդ պատով եք տվեք, քրեքներդ գլուխները թավակեք։ Եղավ։ Իսկ գիտակից մարդկանց ընդհանրապես անկախ քաղաքական Հայաստանի ժողովուրդ ցանկացած երկրում էլի գանք հանրապետության տոնին եւ օրվա խորհրդին լավ ռեսպուբլիկան, լավ կոնստիտուցիան
կարգը, սահմանադրությունը դեռ հին Հռոմից գալիս է, հա, Հռոմեական հանրապետությունից։ 3 պարտադիր բաղադրիչ ունի. միապետական, արիստոկրատական եւ ժողովրդական, որոնցից ամեն մեկը իշխանություն է ներկայացնում։ Այս խառը սահմանադրություն է կոչվում, այսինքն թագավորի փոխարեն լինում է նախագահ, ժամանակավոր եւ պարբերաբար փոփոխվող, արիստոկրատիային ներկայացնում է գերագույն խորհուրդը կամ սենատը, իր ժողովրդականությունը ներկայացնում է ներկայացուցիչների պալատը կամ ազգային ժողովը։ Եվ այս 3 առանձին մարմինները փոխադարձաբար իրար հակակշռելով, հավասարակշռելով, փոխադարձաբար իրար վերահսկելով լավ կառավարում են ապահովում։ Պոլիբիոսի ժամանակներից Պոլիբիոսն է սա առաջինը այսպես լավ ձևակերպել խառը կոնստիտուցիայի հռոմեական տարբերակը, ասում է, եթե նախագահը մեր բառերով թարգմանեմ, հա, դե կոնսուլներ են։ Եթե ասում է նախագահն է անպետք, այդ անպետքությունը հակակշռվում է Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի երկպալատ պարլամենտ, Գերագույն խորհրդի եւ ազգային ժողովի որակով։ Եթե էլիտաներն են անպետք, դա հակակշռվում է, այսինքն սենատը, Գերագույն խորհուրդն է անպետք, դա ազգային ժողով եւ նախագահի ինստիտուտով։ Եթե ժողովուրդն է դառե ամբողջներ, անկառավարելի խառն ամբողջ, ապա այդ դեպքում սենատով եւ նախագահի ինստիտուտով է ազգային ժողովը կամ ներկայացուցիչների պալատը հակակշռվում։ Եվ այսպես մինչև մեկը մյուսին հակակշռելով, խելքի բերելով, ժողովուրդ այդ սարսափելի այդ, որ լսում արդեն ականջը սղոցում է, էլի Նիկոլի այդ որ ասում է, ժողովուրդ հզորն է որոշելու, ասում է, ժողովուրդը գլուխը պատով է տվել, հիմնադիր հայրերն են որոշում, ոնց է պետությունը աշխատելու։ Եվ երկրի մեջ կա ժողովուրդը կազմված է էլիտաներից եւ հասարակությունից, վերնախավից եւ հասարակ բառը տեղից է գալի, հասարակներից եւ հատուկներից, էլիտաներից եւ այս էլիտաները հնում եղել են տոհմային, մեր դարերում տոհմային չեն, ես աշխատում եմ, չարչարվում եմ, իմ երեխուն առաջ եմ գցում, որ նա վաղը դառնա էլիտա, ես մնում եմ հասարակություն, իմ ծնողն է հասարակություն իրան աշխատում, որ ես դառնամ էլիտա, ինչ որ շրջան կլինեմ էլիտա, հետո կգնամ էլի հասարակություն, էլիտան դա այդ տնտեսական, քաղաքական, չգիտեմ, մտավորական, ես այդ բիզնես, գործարար, այդ շրջանակներն են, վերնախավ այսպես ասած, ու վատ բան չի, մենք վատ ենք զգում դրանից, բայց առանց դրա անգլուխ է երկիրը, անգլուխ, այդ բոլշևիկյան, այդ թույնը սրսկել են գլուխներիս մեջ, այդ աբիժնիկությունը մեջներս կա, Նիկոլ Փաշինյանի մի հատ խոսք ասում է, Հայաստանով գազ անցնելու, այդ գազից մենք սեփական մեր գազը կունենանք, Զանգեզուրի միջանցքը ներկայացնում է որպես մուֆտաջիների համար գրավիչ առաջարկ, որ այս Զանգեզուրի միջանցքով սաղ կգա կանցնի, կգնա ձրի մեզ կտան մնացածը, մուֆտա ապրելու ենք, մուֆտաջիներին հղված խոսք, էլի, չէ ժողովուրդ ջան, երկիրը պիտի ունենա էլիտաներ, առանց էլիտա երկիրը դա խառնամբոխ է, դա նախիր է։ Թուրքերը, երբ որ ցեղասպանել են, 15 թվականի ապրիլի 24-ին, հավաքել են էլիտային, սկզբում հավաքել են էլիտային։ Լավ։ Չգիտեմ ստեղ ով ում անպատվում։ Լավ, ինչ որ է, մի անպատվեք իրար։ Հիմա նայեք, ցեղասպանությունը սկսել է էլիտաների ոչնչացումով, հայ էլիտաների ոչնչացումով, կհիշեք էսի, և եթե մենք չձևավորեցինք այդ էլիտան ժողովուրդ, մենք դատապարտված ենք, ժողովուրդը հզորը ոչինչ է, նախիր է, եթե չունի էլիտա, ցեղասպանության մատերիալ է, եթե չունի էլիտա, այն որ ասում ցեղասպանության մեխանիկա ամբախ զամբախ
Այսենց են մեզ ցեղասպան է, սկզբում գլխատել են, զրկել են ժողովրդին իր հատուկներից, ժողովուրդը կազմված է հասարակությունից, հասարակներից եւ հատուկությունից, այս պտի իրար հետ աշխատեն, որ մենք ունենանք բարեկեցիկ երկիր, այնպես որ այդ ժողովրդավարություն ասածը մի հատ տորմոզի վերադրեք ու մտածեք ոնց ենք ձևավորում էլիտա։ Դա ինչո չի նշանակում թանկ ավտոներով ֆրֆռալ, լիքը զբռոտ կա, մի բնակարանի գնի ավտոյա քշում, գարաժում էլ ինչքան ասես կայնած է, դա չեղավ էլիտա, բառից բուն իմաստով վերնախավ։ Եվ լավ երկրներում, հանրապետությունում, դա տոհմային չի, դա ռոտացիա է, միշտ գալիս են նոր էլիտաներ, հները գնում են դառնում են հասուց, ցիրկուլյացիա է ալնում, միշտ շատ ակադեմիկներ կան, որոնց երեխեքը հիմա ասկի բժշկության մեջ էլ չի, ես բժշկության ակադեմիկներից եմ ասում, եղավ ինքը ակադեմիկ, հալալ է իրան, իրա սերունդը կարա նրանք էլ լինեն ակադեմիկ, բայց կարա ուրիշ ձև դասավորի, մեր ժամանակներում էդի պիտի անընդհատ ռոտացիա լինի, անընդհատ, ու մարդը ցանկացած աշխատանքի ցանկացած դերին իրան մինիմում ապահովված զգա։ Եվ եթե ուզում է իր երեխեքի համար էլ ավելին, թող անի ավելին, երեխեքը ձգտում ունեն, թող գնան ավելին, չէ, սովորական հանգիստ կարան իրանց համար իրանց կյանքը ապրեն։ Ես մեծ սիրով հանգիստ ինքս ինձ համար իմ կյանքը կապրեի, բայց ես ուզած չուզած քաղաքականության մեջ քայլեր եմ անում, որովհետև եթե ես չեմ անում, այն զբռոդն է գալի ու նա է սկսում անել, զբռոդ։ Ես բառը շատ եմ օգտագործում, բայց ժամանակն է օգտագործելու։ Կգան ուրիշ ժամանակներ, ուրիշ բառեր կօգտագործեն։ Թերևս այսքանը, հարազատներս, մի մոռացեք, որ մեզ ցեղասպանելը սկսել է, գոնե 15 թվինը, հա, սկսել է ապրիլի 24-ին մեր էլիտաներին ոչնչացնելով։ Դրանից հետո էլ բոլշևիկներ ու միջև այսօր այդ բոլշևիկական այդ հիմարությունը գլուխներիս մեջ է, որ հզորը ժողովուրդն է։ Ժողովուրդը ոչ մի բան է առանց իր էլիտաների։ Նույն ժողովրդի կազմի մեջ մտնող էլիտաների։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինքը ոչ եղավ, ասում է Բոշեն Փաշա չի դառնա։ Նիկոլ Փաշինյանը տենց էլ Փաշա չդառավ։ Թուրքական բառը, բայց դա ինչ ասես։ Ալիևն ու Էրդողանն էլ գիտեն, որ Փաշա չի դիմացինը, որ հետը շփվում են տեսել եք, չէ։ Նա գիտեն, որ Փաշա չի դիմացինը։ Բոշա է։ Լավ այդքանը։ Շնորհակալություն, ժամ ու կես խոսացինք այ մարդ։ Բարի գիշեր։